Այսօր տեսնենք, թե ինչ է սպասում ես բոլորիս մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը։ Ինչ է սպասվում ես բոլորիս մայիսի 1-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը սա թող լինի անձնական հարցերի շուրջ, աշխատանքի և ֆինանսների։ Նաև ընտրենք օգնող կարտեր, որ ավելի շատ ինֆորմացիա տան։ Եկանք հասանք մայիս, ինչքան արագ է ժամանակն անցնում, եկանք արդեն հասանք մայիս։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, անձնական կյանք, աշխատանք և ֆինանսներ։ Այստեղ շատ լավ կարտեր եմ տեսնում, այդ դրանց անդրադառնանք ավելի ուշ։ Ինչ եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ երիտասարդ թուրը ձեռքին պաժ։ Պաժը նշանակում է ինչ-որ մեկը մի նոր գաղափար ունի, ինչ-որ մեկը հանկարծ մի նոր բան է մտածել, մի նոր գործ է ուզում սկսել, մի նոր, չգիտեմ, աշխատանքի է ուզում տեղավորվել, մի նոր միջոց է գտել գումար վաստակելու կամ ուղղակի նոր մասնագիտություն է ընտրել, ինչ-որ մի նոր գաղափար, ինչ-որ մի նոր միտք է ծագել և այսպես զինվորի պես պատրաստական որոշել է այսպես անկոտրում գնալ իր ճանապարհով։ Ես կողքը տեսնում եմ ավելի հասուն մարդ, իմաստուն, կարող է լինել ուսուցիչ, կարող է լինել, չգիտեմ, պապի կամ հայր, որը կարող է երիտասարդին խորհուրդ տալ, շատ էլ կարծես աջակցում է այս ավելի հասուն, ավելի գիտակից, չգիտեմ, փորձ ունեցող երևի կյանքի, այս մարդը այսպես աջակցում է, սատար է կանգնում երիտասարդին։ Այսինքն կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր գաղափար է և ապագա կա, ինչ-որ հետաքրքիր մի նոր մի բան կարող է փոխվել այս շաբաթ, ինչ-որ մի նոր, միգուցե բոլորիս համար, եթե ընդհանուր տրամադրություն եմ նայում 2 շաբաթվա, ինչ-որ մի նոր բան, ինչ-որ մի հետաքրքիր նոր բացահայտում կանենք երևի մեզ համար բոլորիս, և լիլիաներով կարող եմ ասել, որ դա մեզ իրականում դուր կգա, դրական փոփոխություն կլինի։ Տեսնենք այստեղ անձնական հարցերում, հարաբերություններում, ես տեսնում եմ այստեղ ճակատագրի անիվը և տեսնում եմ գերանդին։ Գերանդին նշանակում է կամ կտրուկ արագ շտապ կամ կտրող, ինչ-որ մի բան կտրում եք ձեր կյանքից, ինչ-որ մի բան կամ կտրվում է ինչ-որ, եթե անձնական հարաբերություններին ենք նայում, կամ ինչ-որ մեկը հեռանում է ձեզնից, կամ ինչ-որ մեկին դուք եք հեռացնում ձեր կյանքից։ Երկու դեպքում էլ կարող եմ ասել ճակատագրի անիվով, որ սա ճիշտ որոշում է, այդպես էլ պետք է լիներ։ Եվ ճակատագրով ընդհանրապես ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, դե որոշումը կայացնում ենք մենք, քայլը գործում ենք մենք, բայց իրականում, եթե ճակատագրով այդպես է, այդպես պետք է լիներ։ Ես կարող եմ ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Դե կտրելը, չգիտեմ, միշտ կարող է ցավոտ լինել, բայց կարող է եւ ճիշտ լինել։ Եթե դա այդպես արդարացված է ճակատագրով, որ այդպես պետք է լինի, ամեն մարդ չի, որ կտրում ենք մեր կյանքից եւ իրականում բացասական է անդրադառնում։ Ընդհանրապես ում ենք կտրում։ Կտրում ենք այն մարդկանց, հեռացնում ենք այն մարդկանց մեր կյանքից կամ մենք հեռանում ենք։ Կարող է սա այդպես էլ լինել, դուք եք ուզում հեռանալ, կտրվել ինչ-որ մարդկանցից։ Նրանք, ովքեր լավ ազդեցություն չունեն ձեր վրա, ձեր կյանքի վրա, ովքեր ոչ, այսպես ասեմ, ոչ մի նորություն, ոչ մի հետաքրքրություն ձեր կյանք չեն բերում։ Դեռ կան մարդիկ, որ հակառակը խանգարում են։ Եկեք մի քիչ ավելի փորձեմ մանրամասնել անձնականի հետ կապված այսինչ կտրուկ ճակատագրական փոփոխություններ են հանկարծ։ Ինչ եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ այստեղ թագուհին սուրը ձեռքին, տեսնում եմ այստեղ
6-ը բաժակների նոստալգիայի կարտն է եւ տեսնում եմ այստեղ 8-ը բաժակների։ Կտրուկ ճակատագրական ինչ էր փոխվում անձնական հարաբերությունում։ Դե բնականաբար սա բոլորի համար չի կարող ճիշտ լինել։ Ես այստեղ տեսնում եմ եւ կին եւ տեսնում եմ տղամարդ։ Այսինքն չեմ կարող ասել կոնկրետ սա ում է վերաբերվում, բայց ինչ որ մեկը շատ մարտական տրամադրված է եւ այս կինն է թրով տեսնում եք թուրը ձեռքին, այսինքն այո, ինչ որ մեկը, ել եմ ասում, կարող է լինել եւ կին եւ տղամարդ, ինչ որ մեկին կտրում է եւ քանի որ երկուսին էլ տեսնում եմ եւ կին եւ տղամարդ, այսինքն կարող է տղամարդի կանանց են կտրում, կանանցից են հեռանում եւ կանայք էլ հեռանում են տղամարդկանցից։ Երկու տարբերակն էլ կարող է աշխատել։ Մարդիկ, որ իրականում իրար հետ շատ էլ հիշողություններ ունեն, բայց էլ չի աշխատում։ Մարդիկ շատ լավ են եղել իրար հետ, այսպես կարող եմ ասել, բավականին լավ ժամանակ են անցկացրել, եթե ամուսնացած են եղել, ուրեմն ինչ որ մի ժամանակ իրար հետ լավ է եղել, իսկ եթե պարզապես հարաբերությունների մեջ են եղել, բայց այսպես ասեմ, չի եղել ամուսնություն, ընտանեկան կյանք չի եղել, ապա մարդիկ ուղղակի այլևս չեն ուզում իրար հետ լինել։ Ես այստեղ վեճեր, ճիշտն ասած, անկեղծ ասած չեմ տեսնում, ու գերանդիով կարող եմ ասել մի տեսակ կտրուկ որոշում է այստեղ կայանում, բայց լուրջ ճակատագրական որոշում է նաև, ես չգիտեմ, ինչ որ մեկ աշխատանքի, կարիերայի կամ ինչ այլ պատճառներով, բայց մարդիկ, որոնք շատ ջերմ լավ հարաբերությունների մեջ են եղել, հանկարծ որոշում են թողնել եւ հեռանալ։ Ով է ումից հեռանում, էլի դժվարանում եմ ասել, բայց առանց վիճելու, առանց իրար վիրավորելու, առանց իրենց ցավացնելու, մարդիկ ուղղակի հասկանում են, որ իրենք տարբեր ուղղություններով են գնում։ Տեսեք, կինը մի կողմ է նայում, տղամարդը մեկ այլ կողմ է նայում։ Նոր ճանապարհ են գնում։ Եղել է եւ հաճելի պահեր իրար հետ, եղել է եւ մանր-մունր հիասթափություններ, դե հարաբերությունները այդպես նորմալ է, չի կարող ամեն ինչ այսպես վարդագույն լինել։ Մարդիկ որոշում են ամեն մեկը գնալ իր նոր ճանապարհով։ Այդպես էլ է լինում ուրեմն։ Աշխատանքային հարաբերություններում տեսնում եմ սարի կարտը եւ տեսնում եմ ուժի կարտը։ Խոչընդոտներ կան աշխատանքային որոշ մարդկանց համար, չեմ կարող ասել ինչ խոչընդոտներ, լրացուցիչ կարտեր կվերցնեմ, բայց դուք բավականին ուժեղ եք, որպեսզի կարողանաք բոլոր տեսակ խոչընդոտները հաղթահարել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Ինչ եմ տեսնում այստեղ, տեսնում եմ թագուհին, գահերի թագուհին, ջահերի թագուհին, տեսնում եմ 4-ը բաժակների, 8-ը պենտակլի եւ թագավորը էլի ջահերի։ Ջահերի թագավորն ու թագուհին եմ տեսնում այստեղ։ Աշխատանքում բավականին թեժ ժամանակներ են լինելու, բավականին թեժ, անկեղծ ասած ես չեմ տեսնում որևէ մեկը աշխատանք կորցնի կամ աշխատանքից հեռանա, որտեղ խոչընդոտը նաև այդպես էլ կարող էր դիտվել, բայց ոչ, ուղղակի բավականին շատ երևի աշխատանք կա, բավականին։ Եվ կանանց եւ տղամարդկանց համար բավականին զբաղված ժամանակահատված է լինելու 2 շաբաթվա մեջ, մայիսի 1-ից 15-ը, շատ այսպես եւ միայն դուք չեք որ զբաղված եք լինելու, այսպես ասեմ, աշխատանքի վայրում եթե ձեզ վրա շատ ավելի պատասխանատվություն են դնում այս 2 շաբաթ, այնպես չի որ մենակ դուք եք լինելու, չի, եթե տեսեք շրջապատում ես տեսնում եմ բոլորն են շատ զբաղված են լինելու բոլորի համար, միգուցե դրանից ելնելով որոշ ավելի բարձր պաշտոնյաներ կարող են ձեր վրա մի քիչ ավելի շատ պատասխանատվություն դնել, ավելի շատ գործ տալ եւ առաջին հերթին դու կարող եք չուզենաք, սա 4 բաժակների առաջարկում են չեք ուզում, կարող է առաջին պահից ուզենաք հրաժարվել, բայց ինձ թվում է ամեն դեպքում իրենք ձեզ կկարողանան համոզել եւ ինձ թվում է որ ամեն դեպքում եթե լրացուցիչ աշխատանք են առաջարկում, իրենք էլ են զբաղված, ուզում են որ իրենց օգնեք։ Ես խորհուրդ կտամ կամ այսինքն ոչ թե ես, այլ կարտերը խորհուրդ են տալիս։ Սկզբում միգուցե չեք ուզում ընդունել առաջարկն, ուզում եք հրաժարվել, բայց այս կարծում եմ պետք է, որովհետեւ գումար է գալիս։ Գումարը, այսպես տեսնում եք, 8-ը բավականին լավ է գումարի համար, այսինքն ավելի շատ գումար կստանաք։ Եթե դուք ավելի շատ պատասխանատվություն վերցնեք ձեր վրա այս 2 շաբաթվա ընթացքում, նույնիսկ եթե դուք ձեր աշխատանքը չեք անում, այլ օգնում եք վերադասներին,
կամ ինչ որ մեկը խնդրում է օգնություն եւ օգնում եք, իրենք ձեզ կվարձատրեն դրա համար լրացուցիչ, կամ միգուցե դուք պետք է պահանջեք մի արեք լրացուցիչ գործ, եթե ձեզ չեն խոստանում լրացուցիչ, չգիտեմ, գումար, լրացուցիչ պարգևատրում, որովհետև ես իրականում տեսնում եմ թեժ աշխատանք բոլորի համար եւ դուք ձեր շրջապատում, չգիտեմ, որտեղ որ աշխատում եք, բոլորի համար բավականին զբաղված ժամանակ է լինելու։ Բայց եթե ընդունեք նոր առաջարկություններ, նոր աշխատանք, նոր տարբերակներ, դա ձեզ ավելի շատ գումար կբերի։ Տեսնում եմ ֆինանսներում։ Ֆինանսներում տեսնում եմ շունը եւ տեսնում եմ 3-ը ջահերի։ Ընկերները այստեղ մտերիմ մարդիկ, ձեզ ինչ-որ նոր տարբերակ են առաջարկում գումար, որտեղ սա 10-ն է նաև սրտի, 10-ը նշանակում է գումար, լրացուցիչ նոր գումարներ, ինչ-որ ընկեր, ինչ-որ մտերիմ մարդիկ ձեզ առաջարկում են նոր ինչ-որ միջոցներ գումար վաստակելու եւ դուք որոշում եք կայացնում եւ որոշում եք գնալ այդ ճանապարհով։ Համաձայնվում եք, այսինքն, որտեղ արդեն որոշումը կայացված է եւ ինչքանով որ ես առայժմ տեսնում եմ, բավականին էլ լավ ճանապարհ է։ Տեսնենք, այլ ինչ կասեն կարտերը լրացուցիչ։ Այսպես շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ 9 ջահերի, տեսնում եմ 9 թրերի, կառքը եւ 2-ը բաժակների։ Այո, կարող եմ ասել, որ սկզբից ինչ որ տեսնում էինք, այստեղ այո, միանշանակ սա այդպես էլ կա, ինչ որ ընկեր, ինչ որ մեկը ձեզ առաջարկում է նոր ձև աշխատանք, նոր ինչ որ մեթոդ, նոր ձևերով գումար վաստակելու եւ դուք ընտրում եք այդ ճանապարհը։ Ես այստեղ կարող եմ ասել, որ իրականում դուք դժվարությամբ կարողացել եք գումարներ վաստակել, այնքան էլ հեշտ չի եղել ձեզ համար, ում որ վերաբերում է, ովքեր որ տեսնում են այս պատմության մեջ իրենց, դժվար է եղել ֆինանսական հարցերում, խնդիրներ եղել են, պայքարել եք, չեք հանձնվել, անդադ ինչ որ ձևով, բայց բավականին գլխացավանքել եք ունեցել, բավականին, այստեղ անընդհատ, չգիտեմ, երևի ինչ որ աղբյուր ունեցել եք, հետո վերջացել է, ինչ որ մի գործ արել եք, գումար վաստակել եք մի քիչ, էլ չկա աշխատանք, նորից չեն առաջարկում, ժամկետային չեմ կարող ասել, ինչ որ սեզոնային աշխատանք է միգուցե, անընդհատ գլխացավանք ինչպես նորից գումար վաստակել, բայց հիմա սկսում է կարգը շարժվել, այսինքն աշխուժություն է գալիս, արդեն հիմնական, այսպես կայուն երևի կլինի մի միջոց, որովհետև արդեն տեսնում եմ ճանապարհը ընտրել եք եւ գնում եք, եւ կարող եմ ասել գնացեք արդեն ձեր հաջողության այսպես կարգը շարժվում է եւ իրականում աշխուժություն կմտնի ձեր մեջ եւ այստեղ հեստե տեսնում եք բաժակները երկու հոգով են, այո, այստեղ հենց ընկերներ, որ ըստ էության ձեզ առաջարկում էր, կամ ընկերն առաջարկում է միասին աշխատել, սա կարող է զույգով, այսինքն ինչպես կարող եմ ասել, բիզնես պարտներներով գործընկեր, այո, կարող է առաջարկել գործընկեր լինել իր հետ եւ երկուսով աշխատեք, հնարավոր է, բայց կարող է ուղղակի տարբերակ է ձեզ առաջարկում, կարող է եւ առաջարկում է իր հետ աշխատել։ Ամեն դեպքում կարգը շարժվում է, սկսում է աշխուժություն կա։ Ես տեսնեմ ինչքանով հաջող կլինի գործընկերությունը։ Դա հաճելի է, լավ է նոր առաջարկություն, նոր գործընկեր։ Մանավանդ մտերիմ շատ հարազատ մարդ է Շամ կարտով, սա պատահական ինչ որ մեկը չի եկել ձեզ առաջարկություն անում, սա ուղղակի մտերիմ, բավականին մտերիմ մարդ է, բայց ամեն դեպքում միշտ էլ ռիսկային է ինչ-որ մեկի հետ գործ ունենալը եւ նրա վրա հենվելը, տեսնենք ուր է տանում սա։ Օ, շատ լավ է։ Լրացուցիչ կարտեր չեմ անի։ Շատ ոգևորված, եւ ձեր ընկերն է ոգևորված, եւ դուք եք ոգևորված, այսպես ջահը ձեռքին, ասպետը գնում է նոր ուղղությամբ, նոր ճանապարհով դուրս եկավ արևը, շատ լավ կլինի։ Եթե ունեք լավ ընկեր, մտերիմ, որին վաղուց ճանաչում եք, որը ինքը ֆինանսապես իմիջիայլոց հաջողություններ ունենում է, չեմ կարող ասել մեծահարուստ մեկն է, ոչ, բայց ինքը կարողանում է գումար վաստակել եւ ձեզ խորհուրդ է տալիս գնալ իր հետ լինել գործընկեր, միասին գումար վաստակել։ Ես կարծում եմ արժի խորհուրդը լսել, որովհետեւ արև դուրս եկա վերջում,
ընթանում, այսինքն բավականին հաջող կլինի եւ ես ենթադրում եմ, որ գումարը կսկսի արդեն հաճախակի գալ, այսպես ասեմ, էլ ֆինանսի կարող է պակաս չունենաք, որովհետեւ այստեղ եթե հիշում եք, ասեցի աշխատում եք, սեզոնային էր, չգիտեմ, ժամկետային էր, աշխատեցիք, հետո նորից էլի գումար չունեք, խնդիրների առաջ եք կանգնում։ Իսկ այստեղ ես կարծում եմ արդեն կսկսեք այսպես ինչպես են ասում, բառը ինչպես է ճիշտ։ Մշտական աշխատավարձ ունենալ, գումար վաստակել։ Ես այստեղ աշխատանքի վայր անկեղծ ասած չեմ տեսնում, սա ինչ որ գործ է առաջարկում, ինչ որ մեկը իր հետ գործընկեր լինել, ինչ որ ինքն անում է, բայց ամեն դեպքում շատ հաջող է լինելու ձեզ համար, ում որ սա վերաբերում է։ Ընդհանուր լավ շաբաթ էր, ես վատ ոչինչ չեմ տեսնում, տեսեք, սա դրան էլ կարող է մարդը ոգևորված, ինչ որ նոր ծրագիր ուներ, գնում էր, աշխատանքում խնդիրներ չկային, լրացուցիչ աշխատանք են առաջարկում, բայց դրա հետ էլ գումար կգա, արժի անել։ Անձնական հարաբերություններում էր, որ եթե հիշում եք, ասեցի ճակատագրով երկու հոգի իրար հետ շատ լավ ժամանակ են անցկացրել, ինչ որ տևական ժամանակ, որոշել են գնալ ամեն մեկն իր ճանապարհով։ Ես այդտեղ էլ ոչինչ վատ չեմ տեսնում, մարդիկ շատ համերաշխ իրար հետ հարաբերվել էին, հիմա համերաշխորեն ամեն մարդ գնում է իր ճանապարհով։ Այդպես էլ է լինում։ Տեսնեմ ընդհանուր կարտերը վերջում ինչ կարող են ասել երկու շաբաթվա համար։ Ընդհանուր բոլոր թեմաների հետ վերջած ընդհանուր առմամբ կարող եմ ասել, այստեղ կարող են որոշ ֆինանսական խնդիրներ լինել, տեսեք մարդը հիասթափված, ես կարծում եմ սա ամեն դեպքում վերաբերում է նորից էլի գործունեությանը եւ աշխատանքին, այո, նորից նույն բաներն եմ տեսնում տարբեր կարտերով։ Մարդը այստեղ հիասթափված, փորձեր արել է, մի քանի բաժակ ընկած են, մի քանիսը կանգնած, բայց ինչ որ անընդհատ չի կարողանում իր ֆինանսական հարցերը կարգավորել։ Հեռանում է խնդիրներից, նորից կանգնում է խնդիրների առաջ։ 5 պենտակլի ցույց է տալիս, որ նորից էլի մարդը անընդհատ խնդիրների ֆինանսական համենայնպես ճգնաժամի մեջ է եղել։ Այո, կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ այստեղ տեսա։ Եվ վերջում տեսնում եմ բավականին ինչ որ լավ մասնագետ, մարդ, որը մեծ հաջողությունների է հասել եւ հիմա էլ ուզում է իր, այսպես ասեմ, ունակությունները կամ իր գիտելիքները ու իր փորձը կիսել այլ մարդկանց հետ։ Սա եկավ հաստատելու ամեն ինչ որ այստեղ ասեցի։ Ընկերը, որը շատ մտերիմ մարդ է, որին շատ լավ ճանաչում եք, միգուցե տարիներ է ճանաչում եք, շատ հաջողակ է իր աշխատանքում, ձեզ առաջարկում է գնալ իր հետ լինել գործընկեր։ Սա երևի հենց ինքն է։ Ինքը կարողացել է գումար վաստակել, ինքը լավ բարեկեցիկ կյանքով ապրում է եւ ուզում է նաեւ ձեզ խորհուրդ տալ, ձեզ հետ կիսվել, ձեզ տանել իր հետ որպես իր գործընկեր, ինչը կբերի ձեզ հաջողություն։ Տեսնում եք, մարդիկ այստեղ տոնում են։ Մարդը այստեղ բաժակը բարձրացրել է, առիթ ունի տոնելու, այո, եւ այստեղ էլ տեսա արևը, կարող եմ ասել, որ այս շաբաթ բավականին հետաքրքիր էր լինելու բոլորի համար, ուզող այսպեսի գեղեցիկ նոտայով էլ ուզում եմ վերջացնել, եւ եթե ունեք լավ ընկեր վստահում եք, անպայման եղեք գործընկեր, եւ հույսով եմ կհասնեք հաջողության։ Այսքանը։